Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Վատիկանում է, այնտեղ նա բարձր ընդունելության արժանացել, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, նախ ինչ առիթով էր մեկնել։ Տիկին Մեհրիբանը Վատիկան էր մեկնել որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, թեև մեծ հարց է արդյոք ինքը իսկապես այդ պաշտոնը զբաղեցնում է։ Բանն այն է, որ ինչպես գիտենք, երբ վերջին անգամ Իլհամ Ալիևը վերընտրվեց նախագահ, նա այնպես էլ չստորագրեց հրամանագիր իր տիկնոջը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում վերանշանակելու մասին։ Համենայն դեպս այդպիսի փաստաթուղթ չի հրապարակվել։ Երկար ժամանակ Մեհրիբան Ալիևային ադրբեջանական մամուլում ներկայացնում էին որպես երկրի առաջին լեդի, այլ ոչ թե որպես առաջին փոխնախագահ։ Եվ սա կարծեմ առաջին նրա պաշտոնական այցն է երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Բայց չնայած դրան ընդունել են Վատիկանում իրեն ավելի շատ որպես առաջին լեդի, քան որպես առաջին փոխնախագահ, Հռոմի Պապը իրեն չի արժանացրել հանդիպման եւ տիկին Մեհրիբանը հանդիպել է ընդամենը Սուրբ Պողոսի բազիլիկի քահանա կարդինալ Ջեյմս Հարվիի հետ եւ մասնակցել է մի շարք կիսապաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումների, որոնք կապված են Վատիկանում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծերի հետ։ Մասնավորապես մեկնարկ է տրվել Սուրբ Կոմոդիլայի քարանձավում Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող վերանորոգման աշխատանքներին, երբ Սուրբ Պետրոսի բազիլիկայում նույնպես Հեյդար Ալիևի հիմնադրամը ֆինանսավորում է վերանորոգման աշխատանքներ, այդ վերանորոգման աշխատանքներին Մեհրիբան Ալիևան անձամբ է ծանոթացել։ Արտյոմ, տպավորություն կա, որ Բաքվի Վատիկանի հարաբերություններում ակտիվացում կա։ Իսկապես Վատիկանը վաղուց արդեն ֆինանսական դժվարություններ ունի եւ հավանաբար դա է օգտագործել Ադրբեջանի իշխանությունները, պարզապես փող առաջարկելով Վատիկանին ըստ էության կաշառք, որը քողարկված է ինչ-որ վերանորոգման աշխատանքների տեսքով է ներկայացվում։ Ժամանակին Ադրբեջանը մեծագույն աշխատանքներ է իրականացրել է ֆինանսավորել Վատիկանում, ադրբեջանական փողով վերականգնվել է Սուրբ Սևաստիանի եկեղեցին, առաքելական գրադարանը, Սուրբ Մարցինելոյի քարանձավը եւ մի շարք այլ աղոթատեղեր, երբ սրբավայրեր եւ ամենուր հատուկ ցուցանակներ են փակցված, որը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը կամ Հեյդար Ալիևի հիմնադրամն է ֆինանսավորել այդ աշխատանքը։ Բայց նախանցած տարի Ադրբեջանի իշխանությունները նեղացան Վատիկանից եւ Հռոմի Պապից այն բանից հետո, երբ 23 թվականի հոկտեմբերին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ելույթներից մեկում կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին պահպանել հայկական ժառանգությունը Արցախում։ Դրանից հետո դադարեցվեցին ֆինանսական բոլոր ուրեմն հոսքերը եւ որևէ նոր բան երկար ժամանակ չէին նախաձեռնում։ Եվ ադրբեջանական իշխանական մամուլը արշավ էր սկսել Վատիկանի դեմ։ Օրինակ իշխանական հավատարիմ թերթերից մեկը գրում էր գրեթե բառացիորեն եմ մեջբերում թարգմանելով Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որը թաթախվել է պեդոֆիլական սկանդալների մեջ, պաշտպանում է հայերին եւ կույր է մահմեդականների տառապանքների նկատմամբ։ Բայց անսպասելիորեն հանկարծ որոշեցին, որ ժամանակն է կրկին վերականգնել այդ ֆինանսավորումը եւ Հեյդար Ալիևի հիմնադրամը Վատիկանի հետ ստորագրեց համաձայնագիր, որի համաձայն իր վրա վերցրեց Սուրբ Պողոսի տաճարում վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումը։ Թե ինչ գումարի մասին է խոսքը պայմանագրում կամ հրապարակումներում չի հիշատակվում, պարզ է, որ միլիոնավոր եվրոների մասին է խոսքը։ Դրանից իդեպ հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմից այդ փաստաթուղթը ստորագրեց ոչ թե Հեյդար Ալիևի հիմնադրամի տնօրենը, այլ Ադրբեջանի նախագահի օգնական, ըստ էության սա պետական ծրագիր է, այլ ոչ թե հասարակական։ Դրանից հետո Վատիկանի պետքարտուղարը այցելեց Բաքու եւ Բաքվում քննարկեցին այդ ներդրումների ավելացման հարցը։ Դրանից հետո Վատիկանը մեծագույն պատվի արժանացրեց Վատիկանում Ադրբեջանի դեսպանին եւ նրան Սուրբ Պիոսի ասպետի շքանշան շնորհեց։ Վերջերս էլ նոր համաձայնագիր ստորագրվեց, հուշագիր ստորագրվեց փոխըմբռնման մասին։ Այսինքն փողը շարունակում է հոսել եւ դա իրականում կարծում եմ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իսկապես քողարկված կաշառք է։
Եվ եթե այդպես է, ուրեմն ինչ որ ակնկալիքներ ունի Բաքուն։ Դե որոշ բան արդեն արվում է, դրա դրսևորումների ականատեսը եղել ենք, ապրիլի 10-ին Վատիկանում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս, որը կոչվում էր քրիստոնեությունը Ադրբեջանում, պատմությունն ու իրականությունը։ Այդ կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանը ներկայացվում էր որպես քրիստոնեական քաղաքակրթության բնօրրան։ Կամ օրինակ դրանից առաջ անցած տարվա հուլիսին L'Observer Romano թերթում, որը Վատիկանի պաշտոնաթերթերից մեկն է, հոդված էր լույս տեսել, մեծ հոդված, որում Ադրբեջանը ներկայացվում էր նույնպես որպես քրիստոնեության բնօրրան, եւ այնտեղ պնդում էին, որ հայերը ժամանակին սեփականացրել են աֆղանական ժառանգությունը, ասիմիլացրել են բնիկ ժողովուրդներին եւ որ իրականում հայերը եկվոր են։ Բոլոր հայկական այդ պատմական հուշարձանները Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը ներկայացվում էին որպես աղվանական, որոնք հայերը սեփականացրել էին։ Եվ թեև հայոց եւ հայ առաքելական եկեղեցին բողոքել էր, պատասխան էր պահանջել, հերքում էր պահանջել, այդ հերքումը այդպես էլ չհրապարակվեց եւ այդ անցկացված հետաքննության մանրամասները այդպես էլ հայտնի չդարձան։ Ես վստահ եմ, որ այս հրապարակումները, այս միջազգային գիտաժողովներն ու կոնֆերանսները ուղղակի կապ ունեն Ադրբեջանի կողմից այդ ֆինանսավորման հետ։ Շնորհակալություն, Արծրուն։